Պարոն Կոմենդանտյան, ինչու կառավարությունը որոշեց բարձրացնել թոշակները այն դեպքում, երբ բյուջեն վաղուց հաստատված էր։ Ինչ գործոնների ազդեցության տակ կամ գուցե հաշվարկներ են եղել։ Այդ գումարը այլ բյուջեով նախատեսված ծախսերից է վերցվել, եւ պետքոմ պետք է մղվի։ Այսինքն, գնաց եւ դրամական զանգվածի ավելացում բան չի լինելու դրա հետ կապված։ Դա այլ ծրագրերից այդ ծրագրերը դադարեցնելու են, այդ ծրագրերը փողը բերեն ենթադրենք ընտրակաշարք բաժանեն։ Ոչ մի հաշվարկել չկա դրա տակ։ Ընդհանրապես ընտրակաշարք կա։ Հասկանում եմ, որ մոտավորապես 660,000 մարդ կոնկրետ իրենց սոցիալական քաղաքականությունից դժգոհ են։ Իրանք փորձում են հնարավոր կերպով այդ մարդկանց զայրույթը մեղմել եւ ընտրակաշարք են բաժանում։ Ընդ որում այդ գումարը բյուջեում չկա, դրանից բացի բյուջեն հաստատվել առանց այդ գումարների, այդ նշանակում է, որ պլանավորում այդ իշխանությունների մոտ չկա։ Այսինքն Գյադեկյան տարբերակն աշխատում։ Ու այդ ամեն ինչը բոլոր բնակավարներում այլ։ Ինչպես դա կազդի թոշակառուների սոցիալական վիճակի վրա համադրելի է այդ բարձրացումը սպառողական զամբյուղի հետ։ Չէ, համադրելի չի։ Սպառողական զամբյուղը 75,000 է, լավագույն դեպքում եթե 36,000-ը բարձրացնում են, դա դառնում է 46,000, էլի 80%-ով պակասա բանից, սպառողական զամբյուղից։ Ամբողջը պարզապես ոչ մի հաշվարկ տակ է։ Որոշը պարզապես 10,000 վրամ կաշարք բաժանեն, հեսա խնդիրը։ Տարբեր ընդդիմադիր ուժեր գտնում են, որ դա հենց իրենց ճնշման ներքո տեղի ունեցավ։ Արդյոք դա գերագնահատված չէ։ Եվ ում ճնշման ներքո դա տեղի ունեցավ։ Կոնկրետ ասենք, Հայաքվեի եւ Հրայր Կոմենդանտյանի։ Ոչ ոք այս թեմայով չի խոսացել մինչև հիմա։ Միակառույցը 8 ամիս է, այդ պահանջը ձևակերպել է, դրել է ստորագրամքը, դա Հայաքվեն է։ Ոչ մի այլ ընդդիմադիր կառույց այս թեմայով մի բառ չի ասել։